Պետ Գագիկ Բեկլյանի կողմից կատարվող պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքով կատարված նախաքննության վերաբերյալ, որով նախաքննությունն ավարտվել է եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այդ վարույթով ընդհանուր պետությանը եւ համայնքին պատճառված վնասը կազմել է 2 միլիարդ 327 միլիոն դրամ եւ խոսքը 27 անշարժ գույքի ուղղակի վաճառքի կամ նվիրատվության կամ ձևական աճուրդների միջոցով օրինականացման վերաբերյալ է, որպես վերջի շրջանում ավարտված դեպք, կարող եմ այս դեպքը վկայակոչել։ Ունեք արձագանք, պարոն Քոչարյան, համեցեք։ Պարոն Աղատյան, խարդախության մասին բան չասեցիք, խարդախության գործերի, բայց արձագանքի ժամանակ կասեք, մենք բնապահպանության նախարար ունենք, որը փախավ եւ նրա հետ կապված ինչ-որ գործ քննվում է Հարությունյան ազգանունով։ Մեծ այդպիսի թեմա կա, ինչ-որ ինֆորմացիա ունեք։ Չեմ լսում։ Հարությունյան, բնապահպանության նախկին նախարար։ Նրանով կար քրեական գործ, հատուկ քննչական ծառայությունում, դա ինչ-որ շարունակություն ունեցավ, թե չէ, որտեղ ինքը հետախուզման մեջ է, աշխատանք տարվում են մեր օպերատիվ ծառայությունների կողմից, որ հայտնաբերեն եւ հրավիրեն Հայաստան, որպեսզի գա պատասխանի մեր քննիչների, կառույցի քննիչների հարցերին, կոնկրետ քրեական գործով։ Ինչ-որ ինֆորմացիա կա, թե չկա։ Շատ լավ, նախ խարդախությունների մասով ասեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեում խարդախության դեպքերը ըստ վիճակագրության ավելի քիչ են, քան ընդհանուր հափշտակությունների, յուրացումների կամ վատումների դեպքերը, ես որ նկարագրեցի հափշտակություններ, դրանց մեջ հատկապես մեծ թիվ են կազմում պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացումները եւ վատումները։ Խարդախությունների դեպքերը համեմատաբար քիչ ծավալ են կազմում եւ այս մասով հիմնական վարույթների թիվը քննվող վարույթները գտնվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, քննչական կոմիտեում են քննվում։